երկընտրանքային կամ երկակի ստանդարտներ են կիրառում, ես մի դեպքում շատ ձեռ է տալի, բոլորը հավատում են, որ անվտանգության տնօրենությունը ասեց, մի հոգու բանից է, էլ Ռուսաստանում է, всё հավատացի։ Կարծում եմ հանձնաժողովի համար առնվազն լուրջ չէ, այսպիսի պնդումը մտցնել նախագծի մեջ այն առումով, որ պետք է լինել քրեական գործ, պետք է լինել փորձաքննություններ, որովհետև այնտեղ նույն այդ թղթի մեջ, եթե չեմ սխալվում, 40 անձանց ինչ-որ բան է բացվել, այդ սցենարություն է բացվել իրապետելու դրան, մի խոսքով, խնդրում եմ ամենայն հարգանքով հանձնաժողովի նկատմամբ, ամենայն դեպս աշխատակազմը անհրաժեշտում է, բազմաթիվ այդպես դեպքեր կասեմ, հիմա հարցս հաջորդ, որ ժամանակս չլրանամ։ Նշեցիք, որ անհատացել է 2018-24 թվականի ամբողջ տեղեկատվությունը եւ այնտեղ վերեցիք 70 միլիարդ արդեն ներդրած գումարը, կորել է, չգիտեմ, կներեք բառերը կարող է հոմանիշներ լինել, եթե կսխալվեմ, խնդրում եք, ինչ մեթոդներով կամ ով է ճշտել, ես գոնե եղել եմ այդ ժամանակ իրացման տնօրեն եւ այդ BA բազայից օգտվել ենք մենք եւ նաեւ հանձնաժողովի հետ աշխատանքում։ Խնդրում եմ ուրիշ ճշտել, պատասխանել, ով է այն սուբյեկտը, որը ճշտել է, կամ այն լիազոր անձը, որը ճշտել է, որ բազայից անհետացել է ամբողջ ինֆորմացիա։ Ես գիտեմ ինչ է անհետացել, դա ելույթի ժամանակ կանադառնա, էլի նորից թեման անհրաժեշտվում է, այսպես ասած, բայց խնդրում եմ պատասխանեք։ Եվ ինչ ապացույց կա, որ ջնջվել է ամբողջը։ Շատ լավ։ Պատասխանում եմ Եղազարին։ Իմ կողմից ներկայացված տեղեկանքը ստորագրված է անվտանգության եւ վերահսկողության տնօրենի տեղակալ Բուրնազյանի կողմից, նույն անվտանգության եւ ռեժիմի դեպարտամենտի պետ Ղուշյանի կողմից, անվտանգության եւ ռեժիմի դեպարտամենտի պետի տեղակալ Բխիթարյանի կողմից, տեխնիկական վերահսկողության բաժնի պետ Մակարյանի կողմից եւ ընկերության շահերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Գասպարյանի կողմից։ Եզրակացությանը կցված են ընկերության մի շարք աշխատակիցների բացատրագրերը, որոնք ստորագրված են իրենց կողմից, այն աշխատակիցների, որոնք պատասխանատու են BA համակարգից գույքագրման, BA համակարգի տվյալների արխիվացման հետ կապված, իսկ ինչ վերաբերվում է փաստի ստուգմանը, բացի ներկայացված տեղեկանքից, նշեմ, որ արձանագրել ենք մի քանի դեպք, ներկայացնեմ, առաջինը 25 թվականի փետրվար ամսին հանձնաժողովի կողմից իրականացվում էր բացարձակ այլ հարցով մոնիտորինգ, որի ընթացքում, երբ որ հանձնաժողովին վերապահված օգտատերի հնարավորությամբ փորձ էր կատարվել ստուգել որևէ բաժանորդային քարտում կամ BA-հում առկա տեղեկատվությունները, հնարավորություն էր եղել տեսնել, նշում եմ 25 թվականի փետրվարին ընդամենը 2 ամսվա տեղեկատվություն։ Այդ ժամանակ հեցի համապատասխան աշխատակիցի կողմից մեզ տրվեց պարզաբանում, որ միգուցե ձեր համակարգիչը լավ չի աշխատում կամ դուք լավ չեք կարողացել ստուգել։ Դրանից հետո ձեռքի տակ ունենալով արդեն ընթացիկ վարչական վարույթի շրջանակում համապատասխան տեղեկատվությունը, փորձ ենք արել եւս մեկ անգամ մեծ հնարավորություն ընձեռվածով ստուգել, որ ընդհանրապես թույլ չի տվել մեզ մուտք գործել նման հավաքարկ, բացի այդ հարցում է կատարվել շուկայի օպերատորից, որոնք եւս նշել են, որ նման հնարավորություն չունեն, քանի որ բացակայում են տվյալները։ Շնորհակալություն։ Կարճ դիտարկում, մի երկու րոպեի մեջ հաստատ կտեղավորվեն նաև դիտարկման։ Ուրեմն, էլի հերթական անգամ գալիս ենք այսպես մեկ ոստիկանի ցուցմունքին, բնականաբար նորից նույն մարդիկ, նորից երևի չգիտեմ, տենց պետք է, հաճելի է եւ այլն։ Ես ես ասեմ, որպես ինֆորմացիա հանձնաժողովը թող իմանա կարող է ստուգել։ Կորել է ընդամենը որոշ դեպքերում սկզբի ժամանակ մուտք գործելու եւ 30 րոպեի մեկ մշտադիտարկում այսպես անելու հնարավորությունը։ Մնացած ամբողջ ինֆորմացիա եղել է դեպքում, ես որպես իրացման տնօրեն աշխատել եմ այդ բազայի հետ, ոչ մի խնդիր չենք ունեցել, այդ թվում նաեւ հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի հետ երբևիցե որևիցե ձևով աշխատակազմը ինձ չի ասել, հաշվի առնելով որ բոլորը հետ եմ շփվել կհաստատեն։ Այդ թվում նաեւ անդամները, որ սա ուզում ենք, սա չկա։ Ընտրում եմ սա ֆիքսեք, պատասխանը չեմ ընդունում միանշանակ եւ այս ամբողջի համատեքստում շատ կարեւոր հարց է, որ ասում էինք 1000 անգամ մեզ որպես կողմ ներգրավեք բոլոր մոնիտորինգների ինֆորմացիաները ստուգելու, այս համար ենք ասում, որ եւ նիստերը երկար չտևեր,
եզրակացություններ լինել բոլորի կողմից ստորագրված եւ այլն, չեն ընդունում միանշանակ պատրաստ եմ ապացուցել։ Հարցը։ Հաջորդ հարցը, ընկերությունը դրսևորել է անգործություն կորուստների, թերգրանցումների եւ հավելագրումների վերաբերյալ։ Խնդրում եմ, որպեսզի հանձնաժողովը պատասխանի, ինչպես է դրսևորվել այդ անգործությունը եւ որպեսզի անգործությունը դրսևորվի, իմ կարծիքով պետք է կարճ վարժություն կատարեին։ Ընդհանրապես համեմատեին նախկին դարձել ենք նախկին պաստորեն, համեմատեն նախկին այսպես աշխատակազմի եւ հուլիսի 21-ից եթե չեմ ստանում, դրանից հետո աշխատակազմի կատարված գործողությունների։ Ես ելույթում կանդրադառնամ այդ համեմատությունը, ուզում հասկանամ եղել է թե ոչ, եւ ինչ է նշանակում անգործություն կորուստների, թերգրանցումների, հարազատների վերաբերյալ։ Շատ բարի։ Հարցին կպատասխանի Մերի Ղազարյանը, համեցեք։ Անգործության դիտարկումը մեր կողմից որպես արձանագրում պայմանավորված է նրանով, որ բոլոր այն մասնաճյուղերում կամ մասնաճյուղերի էլեկտրական ցանցերում, որոնցում հնարավորություն է եղել վարույթի 4 ամսվա ընթացքում իրականացնել ստուգումներ, բոլորում անխտիր հայտնաբերվել են ինչպես հավելագրումներ, այնպես էլ թերգրանցումներ, բացի այդ, պարոն Ղազարյան, իրականացվել է կորուստների համեմատություն բնականաբար մինչև հունիս ամիսը եւ հուլիս ամսվանից սկսած, եւ դա է այն առաջին ազդակը եղել, որ մենք իրականացնենք նմանօրինակ վերլուծություններ։ Կորուստների համեմատությունով պարզվել է, բացի այդ կորուստների վերաբերյալ առկա են տարբեր մասնաճյուղերի աշխատակիցների բացատրությունները, պարզվել է հետևյալը, որ եւ հավելագրումները եւ թերգրանցումները եւ կորուստի դրա հաշվին իրականացված կորուստի ցուցանիշների ցածր հանձնաժողովին ներկայացված տվյալները կրում են համատարած բնույթ եւ բխել են ընկերության շահերից եւ ունեցել են համակարգային բնույթ։ Համեմատությամբ, եթե դուք նկատի ունեք նաև ձեզ ներկայացված տվյալով, որ օրինակ որևէ ցանցում կորուստը աճել է հոկտեմբեր ամսին, միանգամից պատասխանեմ ենթադրելով, որ հաջորդ այդ հարցն է, որ այդ կորուստը ավելացել է ի հաշիվ դրա, որ նախկին 6 եւ ավելի ամիսների ընթացքում իրականացված թերգրանցումները արևային էներգիա արտադրողների, ինքնավար էներգիա սպառողների համար հետ են վերադարձվել իրենց սպառողների շահերից ելնելով։ Դա բնականաբար բերել է հոկտեմբեր ամսի կորուստի ցուցանիշների բարձրացմամբ։ Այսինքն հանձնաժողովի անձնակազմի կողմից իրականացվել է կորուստների համեմատություն մինչև հունիս ամիսը եւ հուլիս ամսից հետո։ Շնորհակալություն։ Փոքրիկ բեկնաբանություն նորից 2 րոպեի մեջ հարցի կապված։ Նախ առաջինը խնդրում եմ, որպեսզի հանձնաժողովը չհեղինակազրկի իրեն, իմ կարծիքով, հայտարարելով, որ բոլոր այն տեղերում, որտեղ կատարվել են ուսումնասիրություններ, շատ մեծ հարգանք ունենալով հանձնաժողովի նկատմամբ, գոնե մեկ շրջանային էլեկտրոցանց կա, որտեղ Թումանյան էլեկտրոցանցը, որտեղ ոչ մի բան, շատ է կան, ես մի հատ եմ ասում, որտեղ ոչ մի բան չի հայտնաբերվել, նույն ձեր այսպես մատնանշած եւ շատ սիրած անվտանգության աշխատակիցներն էլ այսպես տարակուսած ման էին գալի, բա գնանք ինչ ենք պատասխան տալու, բոլորը կան, բոլորը գիտեն, այնպես որ ձեր այդ պնդումները այդպես չի, եւ երկրորդը ոչ թե հարցի տեսքով, այլ դուք իմանաք, ես չեմ ասում կորուստները առաջ ինչքան էին, հիմա ինչքան են։ Ելույթի ժամանակ կանդրադառնամ եւ փորձեմ բացատրել իմ բազմամյա փորձով, ինչպես պետք է անել, որ հավելագրման դեպքում չունենաս կորուստների խնդիր, որովհետեւ հավելագրման հետ կապված կա այլ խնդիր, հանձնաժողովի անդամները կհասկանան ինչի մասին եմ խոսում։ Այդ ինֆորմացիան էլ է բացարձակ սուտ, ճշտեք։ Ցանցեր կան, որտեղ որևիցե բան չի հայտնաբերվել։ Հիմա հաջորդ հարց։ Կներեք, պարոն Ղազարյան, ընդհատում եմ, խնդրում եմ որակավորներ չտալ խոսքի մեջ, սուտ է, ճիշտ է, մենք բան անենք, ես հենց դրա վրա եմ ուզում ասել, երբ որ դուք նախագծում ձեր կողմից ղեկավարվող հանձնաժողովը գրում են այդպիսի այսպես վերջնական աստվածաշնչյան ճշմարտության տեքստեր, հաշվի առնելով, որ համակարգված է դիտավորությամբ է եւ այլն, խնդրում եմ այդ պարագայում պատրաստ եղեք նաեւ հակառակին։
չի կարելի անել մի բան, բայց վիրավորվել դրա հակառակ կողմի արածից ավելի փոքր մասշտաբով, այնպես որ ես ինչ ասում եմ պատասխան եմ տալի եւ միշտ ինչ ասել եմ պատասխան եմ տալի։ Այնուամենայնիվ զերծ ենք մնում որակավորումներից։ Դուք նախագծի մեջ բարերար մարդուն արատավորելուց եւ սեվացնելուց կզգաս կլինի։ Այսինքն ձեզ կարելի է նշել համակարգված է եղել, ձեզ կարելի է նշել որ դա դիտավորյալ է եղել, մյուսը եղել, իսկ չի կարելի նշել որ բացայից ցուցակեր, հա։ Չեմ ուզում բանավեճի մեջ մտնենք, շարունակենք։ Ղեկավար կազմի կողմից ցուցումներով կոնկրետ կորուզները նվազեցնելու նպատակով համոզված եմ ցուցմունքներ կլինեն, համոզված եմ կլինեն այդպիսի այսպես կոչված ումամար ղեկավար, ումամար ոչ ղեկավար, չընկնենք այդ հաստիկային ղեկավար պաշտոնների մեջ։ Ուղիղ հարց, որպեսզի մեր ազգաբնակությանը պարզ լինի, որովհետև այստեղ այնպես խորամանկ է գրած այդ ամեն ինչը, ղեկավար կազմի, ես եղել եմ վերջի գլխավոր տնօրեն, այսինքն ԺՊ գլխավոր տնօրենի պարտական ուսուցչով։ Այս մասով եղել եմ իրացման տնօրեն, 6 տարի, աշխատել եմ ձեր հետ միասին։ Տարբեր այսպես մեմեր են հյուսում, ես ինչ պայմաններ եմ դրել աշխատակիցների առաջ, ինչ փիս բաներ եմ ասել այսպիսի բաներ անողներին։ Հիմա ուղիղ պատասխան, ակնկալում եմ շատ ուղիղ անուններով պատասխան։ Ովքեր են այդ ղեկավարները, որոնց ցուցումով կատարվել են այդ մեքենայությունները, ուզում եք անունը դրեք կոռուպցիա, ուզում եք դրեք աշխարհամենամեծ հանցագործություն։ Խնդրում եմ փաստերով, անուններով։ Հարցին պատասխանի Մերի Ղազարյանը։ Նախ նշեմ, որ երբ որ նշվում է հարցի առաջին մասին, որ ղեկավար կազմասելով ումի նկատի ունեք, տեքստում, եթե ոչ այդ նախադասությունում, ապա նախորդող նախադասությունում հստակ նշված է, որ խոսքը վերաբերվում է տվյալ մասնաճյուղի, տվյալ էլեկտրական ցանցի իրացման գծով պետի տեղակալին կամ ամբողջ մասնաճյուղի պետին։ Անվանական այս պահին կարող եմ անդրադառնալ եւ ասել օրինակ Արտաշատ ցանցի Լուրա Սողոմոնյան, եթե չեմ սխալվում, նախկին պետով հիմա այլևս չի աշխատում եւ Սևանել ցանցի Իգդիր, հա, մասնաճյուղի պետին, պարզապես այս պահին անհանգանը չեմ հիշում։ Այո։ Եկեք ֆիքսենք, որ հարգելի հայրենակիցներ, հարգելի հանձնաժողով, եկեք ֆիքսենք, որ ղեկավար կազմի մեջ չկա գլխամասում որևիցե ղեկավար, գլխամասի որևիցե ղեկավար, որովհետև կարծում եմ այստեղ բոլորս մեծ մարդիկ ենք եւ հասկանում ենք ղեկավարը ինչ է նշանակում եւ համակարգվածը ինչ է նշանակում, չի կարող լինել Արտաշատ ցանցում այսպիսի բան, Թումանյան ցանցում ամբողջությամբ մաքուր, Աբովյան ցանցում ինչ-որ այլ թերություն, համակարգվածությունը հասկանում ենք ինչ է։ Հիմա այ հաջորդ հարցը sense դրան է ուղղված։ Հանձնաժողովը ինչ չափանիշներով է այսպես պարզում համակարգված լինելը, որովհետև ես այնտեղ մի բան լսեցի, ամբողջ ինչ-որ այսպիսի, եթե սխալվում եմ թողնել ինձ հանձնաժողովի աշխատակազմը, ամբողջական եւ որտեղ որ ստուգումներ են արել, ամբողջ տեղերը նույնը եւ այլն, խնդրում եմ կարճ, էլի, կոնկրետ համակարգվածը ինչ չափանիշներով է դրվել եւ այսպես ոնց է բարձր որ համակարգային լինի։ Շատ լավ։ Համեցիկ Կինգազը։ Այստեղ երևի միգուցե իմ փոքրիկ բաց թողումներ, բոլոր իրականացված բոլոր մասնաճյուղներում, որտեղ ստուգումներ են իրականացվել եւ փաստվել են, խոսքը վերաբերվում է մեր նախագծի որոշման մեջ ներառված մասնաճյուղերը, որի ինֆորմացիան մեզ մոտ եղել է, եւ ես իմ խոսքում հստակ նշեցի թե մասնաճյուղերի, թե էլեկտրական ցանցերի անվանումները, եւ եթե չեք հիշում ձայնագրությունը, լսեք Թումանյան էլ ցանց ընդհանրապես այդտեղ նշված չէ, մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերում նման օրինակ էլ ցանցում ստուգումների եւ բացատրությունների փաստաթուղթ չկա եւ կարող եք ստուգել ձեզ ներկայացված մեր բոլոր նյութերում կա նման փաստաթուղթ թե ոչ։ Երկրորդը համակարգված լինելու մասին արդեն պատասխանել եմ։ Շնորհակալություն Ղազարյան, ամենայն արտոնքով ես չեմ ասել այնտեղ նշված է Թումանյան ցանց, ես ասում եմ, որ այդ ձեր փոքրիկ բացթողումը շնորհակալ եմ, որ ընդունեցիք, որովհետև մարդկանց համար բարձր, համենայն դեպս ասվածից ենթադրվում է, որ ամբողջությամբ այդպես։ Ես ընդամենը ասեցի, որ հիմա կարող ենք այսպես փաստել, ձեզ հարց եմ տալիս ու նախ առաջինը դուք ճշտել եք ամբողջությամբ որտեղ են կատարվել ստուգումներ
թե միայն թերություններով տեղել եք ճշտել, որովհետև դրանից հետևում է երկրորդ հարցը։ Եթե ճշտել եք, արդյոք ձեզ ասել են, որ բազմաթիվ տեղերում կատարվել են, այդ թվում իմ աշխատակազմում կատարվել են բազմաթիվ բազմակողմանի ստուգումներ եւ արդյունքները, այսպես ասած, մյուս կողմի համար ոչ հաճելի է, ասենց ասեմ։ Արդյոք դուք տեղյակ եք կոնկրետ բոլոր տեղերում են կամ ինչ տեղերում են կատարվել եւ եթե տեղյակ եք, ձեզ ասվել է, որ տեղեր կա կատարվել են, որտեղ մաքուր է։ Շնորհակալություն։ Համեցիկ դուք Կարճ պատասխանեմ, նա ամենահենց առաջին հարցի շարունակությունն է, որ նշվել է, որ վարույթի ընթացքում ուսումնասիրվել են մասնակիցների կողմից ներկայացված նյութերը։ Մասնակիցների կողմից բոլոր ներկայացված նյութերը, որոնք հանձնաժողովը հետագայում ստուգել է փաստերով, ներառվել է որոշման նախագծի մեջ։ Այդ նյութերի մեջ առկա չէ եղել կոնկրետ Թումանյան էլեկտրական ցանցի մասին տեղեկատվությունը եւ բնականաբար այն կարճ ժամանակահատվածում, որի ընթացքում իրականացվել է վարույթը եւ ներկայացվել է մեզ, հանձնաժողովի անձնակազմը չէր կարող ստուգել ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգի, այսինքն ՀԵՑ-ի բոլոր մասնաճյուղերում առկա իրավիճակը։ Եկեք ֆիքսենք, որ խնդրում եմ Տիկին Ղազարյան փաստաբանության կարիք չկա մյուս կողմի հետ կապված, հաշվի առնելով այսպես չեն կարող ստուգել։ Ես ընդհանրապես ֆիքսում եմ մի բան, խնդրում եմ բոլորը ֆիքսեն, եթե այլ հարց կա, պատրաստ եմ լսել նաև կարծիք, որ կամ հեծը չի գործող հեծը, այսպես ասած, չի ներկայացրել ամբողջական ստուգումների պատկերը, թաքցրել է հաշվի առնելով, որ կարող են լինել այնպիսի բաներ, որոնք չբերեն համակարգվածության եւ համատարածության, կամ տվել է հանձնաժողովն է անգործություն ցուցաբերել եւ չի մտցրել դա նախագծի մեջ։ Որովհետեւ Անդր Թումանյանն է ասում, ես կարող եմ բազմաթիվ տեղեր ասել, ժամանակի սղության պատճառով չեմ կարող ամբողջը ասել, այնպես չի ինֆորմացված չեմ։ Ֆիքսում ենք, որ երկու տարբերակ կա, կամ չի ներկայացվել, որովհետեւ պետք չի, կամ ներկայացվել է հանձնաժողովն է թաքցնում։ Ամեն դեպքում, եթե գանք այն հանգամանքին, որ ընդունենք չի ներկայացվել, ընդունենք հանձնաժողովը տեղյակ չէ, տեքստը կարելի է այլ կերպ գրել չմոլորեցնելու համար մեր հայրենակիցներին, որովհետև ես օրինակ հայերեն լեզվով տեքստը գրեի հետևյալ կերպ։ Ստուգվել են ոչ բոլոր մասնաճյուղները Տիկին Ղազարյանի ասածով, որ հնարավոր չէր, հաշվի առնելով ժամկետը, ստուգված 53 ցանցից ստուգվել է 4 ցանց։ Չգիտեմ, 8-9 մասնաճյուղից ստուգվել է 2 մասնաճյուղ։ Դա որպես, այսպես ասած, այդ երկու րոպեանոց փորձեմ տեղավորվել։ Արդյոք հանձնների քանակ կգա տրված ժամանակում, օրինակ ապրիլի 1-ից թանկացնում են, չգիտեմ, մարտի 1-ից հայտարարում են, որ ապրիլի 1-ից թանկացում են։ Ինչպիսի, այսպես, քանակ կգա դրա համար, եւ արդյոք հանձնաժողովը քննարկել է այն ժամանակ մեր առաջարկը ազատականացնել նոր միացումները, որպեսզի մեր հայրենակիցների համար պարզ լինի, հանձնաժողովը հասկանում է, պարզ լինի ազատականացում նշանակում է վերցնել թույլտվություն, այսպես ասած, տեխնիկական պայման հեծից եւ էներգետիկական լիցենզիա ունեցող ընկերությունների մեջ ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնել, կառուցել, ստանալ շինթույլտվություն, վերցնել հակահարդարանտեսությունից, այսպես եւ այլն, մի խոսքով հեծը դրա հետ կապ չունենա, խնդրում եմ